Նախագահի թեկնածու հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը Տավուշի մարզի մի շարք համայնքներում, այդ թվում Բերդում, հանդիպել է ընտրողների հետ։ Նշեմ, որ Բերդում հանդիպումը տեղի էր ունենում Բերդի կինոթատրոնի շենքում, իսկ հանդիպմանը կարող էին ներկա գտնվել միայն հրավիրատոմս ունեցողները։ Եկել էին ինչպես Բերդ քաղաքից, այնպես էլ հարակից գյուղերից, մասնավորապես Թովուսից եւ Արծվաբերդից։ Նշեմ նաեւ, որ կինոթատրոնի մոտ շատերը հրավիրատոմս չունեին, սակայն մեծ ցանկություն ունեին հանդիպելու նախագահին եւ լսելու նրա նախընտրական ծրագիրը։ Հարցեր կար, ուզում էի ես բարձրացնեմ, այսինքն գյուղատնտեսության հարց, արդյունաբերության հարց եւ էլեկտրոէներգիայի հարց։ Բայց թույլ չեն տալիս, ասում են դու կոմունիստ ես, քո անունը ցուցակում չկա։ Ես իրան նամակ տամ եւ խնդրեմ ընտանիքիցս գոնե ով կարող է աշխատել, նրան աշխատանքի տեղավորեն, աշխատենք, որտեղի կարողանանք մեր գոյությունը։ Նամակ եմ տվել, որ տանուլյա։ Սերժ Սարգսյանը Բերդում ընտրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց սահմանի ամրապնդման մասին եւ նշեց, որ շատ կարեւոր է սահմանամերձ շրջաններում ապրողների մարտական ոգին։ Իհարկե կարևոր են նաեւ պաշտպանական կառույցները, կարևոր է սպառազինությունը, բայց որևէ սպառազինություն, որևէ պաշտպանական կառույց առանց մարդու ոչինչ է։ Մենք շարունակելու ենք ամրապնդել մեր բառակի մարտունակությունը, շարունակելու ենք ամրապնդել մեր սահմանը։ Սարգսյանը պատասխանեց ընտրողներից մեկի այն հարցին, թե արդյոք երկրի զարգացման այս փուլում նախագահի չափից դուրս հանդուրժողականությունը որոշ կուսակցությունների նկատմամբ բացասական հետևանքներ չի ունենա։ Ավելի լավ չի այդ մարդիկ, ովքեր այդպես են կարծում եւ միգուցե ես արդեն այստեղ կարող եմ ձեզ հետ համամիտ լինել, միգուցե իրենք սխալվում են իրենց տեսակետներով, ավելի լավ չի այդպես արտահայտեն, քան դուրս գան փողոց, լահետն մի հատ դագանակ վերցնեն, որպեսզի պատահած ցուցափեղկը ջարդեն։ Վերջում նախագահի թեկնածուն ընտրողներին հորդորեց ընտրությունները որպես առաջնային խնդիր դիտարկել։ Նա հայտարարեց, որ պետք է ավելի լավ արդյունք արձանագրել, քան խորհրդարանական ընտրություններին էր։ Մեզ համար շատ ավելի կարևոր է լավ ընտրություններ անցկացնելը, քան 1-2% ավել բաները կամ